Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Նոյեմբերի 27-ի դրությամբ Դիլիջանի ոլորաններում և Լեռնային Հայաստան առողջարանի մոտ ընկած անտառներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մեկուսացվել են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Կտրիչ Ներսիսյանը բարեփոխումներին մասնակցելու իր բոլոր շանսերը սպառել է և պիտի ազատի մեր սրբության սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց, որ սեղանին դրված է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը և դա պետք է իրականացվի։ Ես չեմ ստորագրել, հենց դա եմ փորձում պարզել։ Արդիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը մեդիահաբի տված հարցազրույցում մեկնաբանել է վիճահարույց խնդրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդն այսօր ժամանել է Անկարա, սկսելով իր առաջին արտերկրյա այցը Թուրքիա և Լիբանան, որը կտևի մինչև դեկտեմբերի 2-ը։ Այցի օրակարգում են այցելություն Աթաթուրքի դամբարան և հանդիպում նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Անկարայից նա կմեկնի Ստամբուլ։ Թուրքիայի հայկական պատրիարքարանը հայտնում է, որ այցի վերջին օրը Պապը կայցելի Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի։